Ընդհանուր առմամբ, պլաստիկի ներթափանցման 3 ուղի կա՝ շնչառության, մաշկի և սննդի միջոցով։ Այնուհետև պլաստիկը հայտնվում է արյան շրջանառության մեջ։ Մինչև վերջերս, մոտ 15 տարի առաջ, համարվում էր, որ պլաստիկը իներտ է։ Իրականում, երբ պարզապես նայում ենք պլաստիկե գնդիկներին կամ դրանք դնում ջրի մեջ, նկատի ունեմ մակրոպլաստիկը, ոչ թե միկրոպլաստիկը, դրանք հանգիստ լողում են և թվում է, թե որևէ կերպ չեն փոխազդում շրջակա միջավայրի հետ։ Սակայն միկրո և նանոպլաստիկի ձևավորումից հետո դրանք նշված 3 ուղիներով ներթափանցում են մարդու օրգանիզմ, սկզբում արյան շրջանառություն, իսկ արյան միջոցով՝ բոլոր հյուսվածքներն ու օրգանները՝ երիկամներ, լյարդ, սիրտ, ծարկերակներ, երակներ, ընգերք և կրծքի կաթ։ Այս սարսափելի բացահայտումը, որը մենք արեցինք, նույնպես մեծ աղմուկ առաջացրեց։ Ի՞նչ է պլաստիկն այնտեղ անում։ Այդ ժամանակ մենք ինքներս մեզ հարց տվեցինք. լավ, հասկացանք։ Այն ներթափանցում է օրգանիզմ, հասնում տարբեր օրգաններ։ Բայց ի՞նչ է անում այդ օրգանների հետ։ Օրգանիզմը չի ճանաչում այն, քանի որ պլաստիկը շատ նոր նյութ է։ Այն մոտ 70 տարվա պատմություն ունի, իսկ նախկինում գոյություն չի ունեցել։ Բնականաբար, օրգանիզմն այն ընդունում է որպես օտար մարմին։ Իսկ օտար մարմինները, որոնց օրգանիզմը ճանաչում է, հակիրճ ասած, արտաքին անտիգեններն են, բակտերիաները, վիրուսները, սնկերը և այլն։ Այսպիսով, օրգանիզմը, այսինքն բջիջը, պլաստիկի նկատմամբ վարվում է ճիշտ այնպես, ինչպես կվարվեր այն օտար գործոնների նկատմամբ, որոնց ճանաչում է միլիոնավոր տարիներ։ Սակայն պլաստիկի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ այն չի քայքայվում և նման չէ այդ գործոններին։ Ինչ է այդ դեպքում տեղի ունենում բջջի ներսում։ Մենք իրականացրել ենք մի շարք եզակի հետազոտություններ և պարզել, որ պլաստիկը ներթափանցում է ցիտոպլազմայի մեջ։ Նրանց համար, ովքեր կենսաբանությանը ծանոթ չեն, պարզաբանենք։ Բջիջը բաղկացած է կորիզից, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն, և ցիտոպլազմայից։ Պլաստիկը կորիզ չի ներթափանցում, առայժմ մեզ անհայտ պատճառներով։ Ցիտոպլազմայում գտնվում են օրգանելները, փոքր կառուցվածքներ, որոնք ապահովում են բջջի գործունեությունն ու կենսունակությունը։ Պլաստիկը ներթափանցում է ցիտոպլազմա, մնում այնտեղ և շրջապատվում բջջաթաղանթին նման թաղանթով։ Այսինքն, բջիջը մեկուսացնում է այն ոչնչացնելու նպատակով և արտադրում է մի շարք ֆերմենտներ ու նյութեր, որոնք սովորաբար կիրառում է մանրէների, վիրուսների, բակտերիաների և անտիգենների ներթափանցման դեպքում։ Սակայն, ի տարբերություն այդ բնական տարրերի, պլաստիկը, ինչպես արդեն նշել ենք, հնարավոր չէ ոչնչացնել։ Արդյունքում բջիջը ենթարկվում է քրոնիկական սթրեսի և, հետևաբար, հիվանդանում է։